Հարգելի այցեղջյուրներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր երրորդ տանը, նաև այն մարդկանց մոտ կլինի երրորդ տանը, ում անձնական քարտեզում ձկները գտնվում են երրորդ տանը, ապա այս կանխատեսումը ձեզ համար է։ Ապա ակտիվանում է հիմա հաղորդակցության ոլորտը, երրորդ տունը կապված է շփումների, փաստաթղթերի, կարճ ճանապարհորդությունների հետ։ Այս շրջանում կարող է տեղի ունենալ հին կապերի վերադարձ, վերականգնվող շփումներ մարդկանց հետ, որոնց հետ հաճախ եք խոսել, իսկ հետո դադարել եք, ընկերներ, գործընկերներ, հարևաններ, վերադարձ նաև նախկին թեմաներին, որոնք արդեն քննարկվել էին։ Սա պարտադիր չէ, որ վերաբերի միայն արյունակից հարազատների, խոսքը նաև առօրյա շփումների մասին է։ Նաև հնարավոր է, որ կայանա մի խոսակցություն, որը երկար ժամանակ հետաձգվել էր։ Հետո կխոսենք։ Ասված թեման կարող է վերջապես քննարկվել։ Այսինքն ակտիվանում են շփումները և կիսատ մնացած զրույցները։ Սա շատ լավ շրջան է հարաբերությունները կարգավորելու համար։ Եթե եղել են կոնֆլիկտներ հարազատների հետ, հիմա հարմար ժամանակ է հաշտվելու, փոխզիջման գնալու, խաղաղ համաձայնության հասնելու համար։ Հատկապես լավ է ազդում այն հանգամանքը, որ Վեներան գտնվում է ձկներ նշանում, Վեներան օգնում է Մերկուրիի հետ միասին պարզաբանել հարաբերությունները, ունենալ անկեղծ ու վստահելի զրույց, երկար ձգձգվող կոնֆլիկտներին ի վերջո լուծում տալ և հարաբերություններին նաև երկրորդ հնարավորություն տալ։ Սա կարող է նաև վերաբերվել եղբայրներին, քույրերին և ձեր բարեկամներին, մտերիմ ազգականներին։ Հնարավոր է կրկին հանդիպեք, վերականգնեք շփումը կամ վերադառնաք ընդհանուր թեմաների քննարկմանը։ Այսինքն լավ ժամանակ է հարաբերությունները բուժելու և վերականգնելու համար։ Պարտադիր չէ, որ այստեղ լինի կոնֆլիկտ, խոսքը կարող է լինել պարզապես կրկնվող իրավիճակների մասին։ Օրինակ, ձեր քույրը կամ եղբայրը կարող են կրկին անցնել այնպիսի իրադարձությունների միջով, որոնք արդեն եղել են՝ նոր հարաբերություններ, նոր ամուսին կամ կին, և աշխատանքի փոփոխություններ և այլն, և դրանց մասին քննարկեք ուղղակի։ Այս ամենը կարող է նաև ձեզ համար ստեղծել դեժավյու զգացում, սա արդեն եղել է իմ կյանքում։ Այս շրջանը կարող է վերաբերել նաև ձեր քույրերին, եղբայրներին, հարևաններին, ծանոթներին։ Պատճառը այն է, որ հիմա հետադարձ Մերկուրին ակտիվ է երրորդ տանը, որը կապված է հենց հաղորդակցման, փաստաթղթերի և կարճ ճանապարհորդությունների հետ։ Գուցե ձեր քույրն է գալիս, ձեր եղբայրը, հարևաններն են գնում, նոր հարևան է գալիս, այդպես։ Դրա համար կարևոր է լինել ուշադիր ընդհանրապես փաստաթղթերի հետ կապված։ Կարող են լինել փաստաթղթերի խառնաշփոթ, սխալ ուղարկված հաղորդակցություններ, հաղորդագրություններ, ուշացումներ կամ խնդիրներ ճանապարհին, եթե ոչ մի տեղ գնաք։ Իսկ սա շատ լավ ժամանակ է փաստաթղթերը վերանայելու, տեքստերը խմբագրելու, ինչ-որ բան բարելավելու կամ վերանայելու համար, կրկին սովորելու կամ որևէ դասընթաց նորից անցնելու համար։ Պետք է ուշադրություն դարձնել էլեկտրական փոստին ու հաղորդագրություններին, քանի որ հնարավոր է ինչ-որ մի բան սխալ հասցեով եք ուղարկել, բացարձակապես ուրիշ տեղ ուղարկած կարող եք լինել։ Լավ է նաև պահուստային պատժեներ անել, քանի որ տեխնիկան կարող է խափանվել։ Հետադարձ Մերկուրին հաճախ խնդիրներ է բերում հեռախոսների, համակարգիչների և ինտերնետի հետ։ Միևնույն ժամանակ հնարավոր է, որ վերադառնան հին աշակերտները, վերագործարկվեն հին ծրագրեր կամ դասընթացներ, օրինակ ավելի զեղչված տարբերակով, առաջանա հետաքրքրություն տեխնոլոգիաների, գադջետների ուսումնասիրության հանդեպ, գուցե արժե հին հեռախոսին երկրորդ հնարավորություն տալ, մինչև նորը գնելը, տաք վերանորոգման, այդ դեպքում կարող եք ասեք մի անգամ է փորձի աշխատես, վերջին անգամ եմ միացնում, այդպես։ Շատ կարևոր է այս շրջանում չհավատալ բամբասանքներին ու խոսակցություններին, չմասնակցել դրանց և հատկապես զգուշանալ խարդախներից։ Ձկների մեջ հետադարձ Մերկուրին կարող է մոլորեցնող տեղեկություններ բերել, դրա համար ամեն ինչ պետք է կրկնակի ստուգեք։ Որոշ մարդկանց համար այս շրջանը կարող է կապ ունենալ նաև տրանսպորտի հետ, մեքենայի վերանորոգման հետ, ավտոմեքենայի փոփոխման հետ, վարորդական քննության կրկին հանձնելու հետ։ Եթե կրկին պետք է հանձնեք, ապա հիանալի է ձեզ համար։ Նաև հնարավոր են կրկնվող ուղղություններ, այն վայրեր, որտեղ արդեն եղել եք, բայց հիմնականում մոտ տարածքներում, ձեր քաղաքում, մարզում կամ երկրում։
Ընդհանուր խորհուրդը մեկն է՝ լինեք ուշադիր, միշտ ապեք, ամեն ինչ ստուգեք եւ աշխատեք հանգիստ ռիթմով։ Այս շրջանը հարմար է տեքստերը վերանայելու եւ վերաշարադրելու համար, կարելի է խմբագրել գրքեր, գրառումներ, կատարել վերադառնալ գրելու գործընթացին, եթե ինչ-որ բան եք գրում, հնարավոր է նաեւ վերադարձ խոսքի, հաղորդման, ձայնով աշխատանքի, որ խոսում եք ձեր ձայնով, այդ ոլորտին վերադառնաք, եթե նախկինում դրանով զբաղվել եք, եւ դադար եք տվել, ապա հիմա եւս կարող եք զբաղվել ռադիոյով խոսել, այնտեղ հեռուստատեսությամբ։ Ընդհանուր առմամբ այս հետադարձ Մերկուրին լավ հնարավորություն է վերականգնելու հարաբերությունները, բարելավելու շփումը, հաշտվելու, մարդկանց հետ հաղորդակցման ավելի ճիշտ ու մեղմ ձևը գտնելու համար։ Կարող է փոխվել շփման տոնը, առաջանալ ավելի խորը փոխըմբռնում։ Շատերի մոտ ուժեղանում է նաև ինտուիցիան, կարող եք ավելի լավ զգալ մարդկանց, նրանց էներգիան, նրանց իրական տրամադրությունը։ Կարծում եմ այս թեմայով արդեն հիմնականը ասեցի ձեզ, ոչինչ չեմ մոռացել։ Սիրելի այցեղջյուրներ, շնորհակալություն ուշադրության համար, ցանկության դեպքում կարող եք նաև հետևել ալիքին եւ իհարկե բաժանորդագրվել եւ լայքել։ Մինչ նոր հանդիպում։